ղեկավարների գրաֆիկները կանոնակարգված չեն։ Ինչումն է խնդրի էությունը։ Նայեք, ղեկավարների սիրած բանը խառը լինելն է։ Կներեք, որ սենց ուղիղ եմ ասում, բայց ղեկավարների սիրած բանը ամբողջ օրը խառը լինելը եւ գործը չհասցնելը։ Ինչի արդյունքում, իհարկե սա եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ մաս ունի, հա։ Ինչի արդյունքում ղեկավարները չնորմավորված գրաֆիկով են աշխատում, ինչի արդյունքում թիմակիցները, ովքեր ղեկավարի հետ պիտի ինչ-որ կապ ունենան, հա, պիտի աշխատեն ղեկավարի հետ, ավելի շատ ժամանակ են ծախսում ղեկավարի հետ հանդիպումը համաձայնեցնելու, հա, ղեկավարի հետ համաձայնեցված հանդիպումը չեղարկելու, նորը նշանակելու, ղեկավարի ուշացումների դեպքում ղեկավարին սպասելու, կամ ինչ-որ խնդիր լուծելու համար ղեկավարին օրերով սպասելու վրա, հա, ավելի շատ ժամանակ են ծախսում սենց մանր բաների վրա, քան իրենք կծախսեն, եթե իրենք հստակ իմանան նախօրոք, թե ղեկավարը շաբաթվա ընթացքում ինչ ազատ ժամեր ունի, ինչ ազատ սլոտեր ունի, այսպես ասած։ Այսինքն, եթե մեր ղեկավարները հստակ շաբաթվա կտրվածքով հստակ չէ, հա, գոնե 70%-ով շաբաթվա կտրվածքով կարողանային պլանավորել, կանոնակարգել իրենց գրաֆիկը, այսինքն գոնը մոտավորապես պրոմիժուտեկներ, հատվածներ, ժամանակահատվածներ կտրային առանձնացնել իրենց գրաֆիկից, որտեղ իրենք պրինցիպի ազատ են, ու այդտեղ կարելի է իրենց ժամանակը զբաղեցնել ինչ-որ հանդիպումներով, հարցերով, ժողովներով եւ այլն, ղեկավարների հետ աշխատանքը իրականորեն ավելի կհեշտանա ու աշխատանքը իրականորեն ավելի բան կլինի, արդյունավետ կլինի, հա։ Ոնց որ թե բոլոր հարցերին պատասխանեցի։ Այսինքն, խնդիրը այն է, որ ղեկավարի չկանոնակարգված աշխատանքային գրաֆիկի պատճառով նրա հետ շփումը շատ ավելի ժամանակատար է, լուծումը այն է, որ ղեկավարը իր համար ֆիքսի ժամեր, որտեղ ինքը ազատ է եւ պատրաստ է թիմի հետ շփվել։ Ну սենց բան հաստատ շատերի մոտ դրված է ինչ-որ ձևով կամ շատերը տեսել եք տարբեր թիմերում, երբ կա ղեկավարի հետ հանդիպման ժամ, հա, օրինակ տնօրենի մոտ մտնելու ժամ կա, ամեն թիմ, ամեն աշխատակից կամ ամեն թիմի ղեկավար ունի հստակ ժամ, երբ կարող է մտնել իր հարցերը տալ։ Ну սովորաբար դա արվում է վերևի մակարդակի ղեկավարների համար, դա արվում է տնօրենների, փոխտնօրենների համար ու մեծ ընկերություններում, իրականում այս նույն բանը պիտի անել նաև ամբողջ ղեկավար կազմի համար, ուստեղ ղեկավարի տեսանկյունից էլ եթե նայենք, ղեկավարի տեսանկյունից էլ այստեղ լիքը տրանզակցիոն ծախսեր են կապված։ Ինչի՞, որովհետև ղեկավարի տեսանկյունից էլ եթե նայենք, երբ իր գրաֆիկը կանոնակարգված չի, էլի տեսականորեն իրեն կարող են դիմել ցանկացած պահի ցանկացած հարցով ու ինքը ամեն անգամ չէ, բայց շատ անգամ շեղվի իր հիմնական գործից, ինչով որ զբաղվում էր այդ պահին, ինքը պատասխանի տվյալ պահին իրեն տրված հարցին, հա։ Այսինքն ինքը սպոնտան բան կանի, սպոնտան ինչ որ օգնություն կցուցաբերի հարցերի կպատասխանի խնդիրների կլուծի թիմակիցների համար, ինչի արդյունքում բուն իր պլանավորած աշխատանքը հետ ընկնի ու էլի այս աշխատանքից կտրվելու մյուսին անցնելու, հա, սրա մասին գործը կիսած թողելու, անցնելու, չգիտեմ, աշխատակցի հարցին պատասխանելու։ Այս process-ների մեջ, այս բաների մեջ, տրանզակցիաների մեջ ղեկավարը լիքը ժամանակ է կորցնում։ Իսկ շատ ավելի հարմար է նույն ղեկավարի համար, երբ ինքը ունենա ժամանակ, երբ թիմի հետ է աշխատում, ունենա ժամանակ, երբ անում է իր գործերը։ Այդպես ինքն էլ, հա, իր ժամանակը շատ ավելի կանոնակարգված ու արդյունավետ օգտագործի։